Խնդրի մասին որքանով են տեղյակ Հայաստանի իշխանությունները, եթե դուք արդեն այստեղ Վրաստանի դեսպանության առջև եք, հավանաբար քայլերը չեն բավականացրել եւ ինչ եք ակնկալում վրացական կողմից։ Որքանով են տեղյակ, ինձ թվում է 100%-ով են տեղյակ, քանի որ մենք դիմել ենք էկոնոմիկայի նախարարին, փոխնախարարի միջոցով, մեզ ասել են, որ գործով զբաղվում են, այդ հարցով զբաղվում են, այո։ Բայց արդեն շուրջ մի ամիս է մեր առաջի մեքենան կանգնած է Վրաստանում։ Ոչ մի պատասխան չկա, այսինքն ոչ մի լուծում չկա։ Այս պահին մենք ունենք 5 մեքենա կանգնած Վրաստանի Թիֆլիսի ինչ-որ գեզի կարծեմ, գեզի տերմինալում։ Այսպեսի նախադեպ եղել է։ Ոչ մի անգամ չի եղել սենց բան։ Ինչով եք պայմանավորվում։ Մենք չենք հասկանում։ Ուղղակի անհասկանալի է, ոնց կարելի է տարանցիկ բեռը մաքսային պլոմբաները պոկել, ինչ-որ նմուշարում անել եւ պահել ամսից ավել կամ մի ամիս։ Անհասկանալի վիճակ է։ Ես ուղղակի չեմ կարող հասկանամ, դրա համար եկել ենք դեսպանի մոտ հարց տանք, պատասխան ստանանք։ Պարոն Շանազարյան, մեր նախորդ զրուցակիցը նշեց, որ կան ընկերություններ, արտադրող եւ արտահանող, որոնց մեքենաներին թույլատրվում է անցնել, նշվեց նաեւ նոյ ընկերության մասին, ինչ կարծես, սա ինչով է պայմանավորված։ Նայեք, ես տենց մանրամասները չգիտեմ, բայց կոնկրետ գիտեմ, որ ծաղիկ արտադրողներ, ծաղիկ արտահանողների մեքենաներ կանգնացրել էին, հետո մի քանի ժամանակ հետո բաց էին թողել, երևի պայմանավորվել էին ինչ-որ ձևով։ Ուրիշ գործարարների մասին չեմ կարող ասեմ, քանի որ հստակ ինֆորմացիա չունեմ։ Ծաղիկի մեկ է փայլատի թեղի մասին գիտեմ, եղել են տենց դեպքեր։ Եվ ձեր ֆինանսական կորուստը այս ընթացքում որքան է կազմել, եթե նկատի առնենք, որ ընկերությունները, արտահանող ընկերությունները բեռնափոխադրողներին օրվա կտրվածքով կանգնելու համար գումար են վճարում։ Նայեք, ֆինանսական կորուստը հենց այդպես չես կարող հաշվարկես։ Մենք $100 ամեն մեքենային օրական վճարում ենք կանգնած, բայց բեռը որ չի հասնում հասցեատիրոջը, մի որոշ ժամանակ հետո մեր ռուսական ընկերությունները, պարտներները կարող է հրաժարվեն մեզանից։ Դատարկ պոլկա չպետք է լինի, այսինքն իրանք մեզ կարող է փոխարինեն ուրիշ արտադրողով հայկական կամ ոչ հայկական, եւ այդ վաղտ արդեն մեր կորուստները անհասկանալի կլինեն, ահռելի կլինեն։ Այստեղ նաև տարանցիկ երկիրը նմուշարում է անում հետագա փորձաքննության համար, սա որքանով է հիմնավորված։ Նայեք, ես ինչքանով ես գիտեմ, այդ կարա լինի մենակ այն դեպքում, երբ որ կա հստակ ինֆորմացիա, որ մեքենայի մեջ